Ես նորից եմ կրկնում, տրորել են կոռուպցիան։ Կոռուպցիայի պոչը տրորել են, որ այս ամբողջ շեղել է։ Այսինքն իրանք էլ այս վնգստոցը որ տեղի է ունենում, վնգստոցում են ոչ թե այդ վնգստացող բերաններ, այլ իրենց քաղաքական պապաները։ Պարոն Մանուկյան, վերադառնանք կոռուպցիայից տեղյակ էր եւ լուր էր, որովհետեւ հարմար էր այսպես պարտեզի հաշվին, այսպես գումարներ, հա, փոշիացների։ Տեսեք, երբ որ ես խոսում եմ ամեն օր կոռուպցիայի մասին, երբ որ ես առարկայական ցույց եմ դնում մանկապարտեզների խնդիրները, նույն վարչական շրջանի ղեկավարը երբ որ խոսում է մանկապարտեզից, իր թաղապետանի լուսամուտի ուղի ներքևը 101-րդ մանկապարտեզը որ կա, եկեք դուք էլ մասնակցեք, եթե ուզում եք։ Բարև ձեզ։ Ես բաժնի հերթապան եմ, Աշտանոս Գևորգյանը, կխնդրեի, որ ներքևում իրականացնեք այս ձեր միջոցառումը, որ բաժնի մուտքը ազատվի։ Մենք մուտքին չենք մի քիչ առաջ գալ, որ ուղղակի խնդրում ենք հարգելի լրագրողներ, ընդեղ իրականացնենք։ Մի քանի րոպեից ավարտում ենք, մի քիչ ուղղակի բաժնի մուտքը ազատեք, որ խնդրեմ։ Պարոն Մանուկյան, մի հատ Ես շարունակեմ։ Ես Արտուր Չախոյանի համար եք կանչվել։ Ես հնարավորություն ունեցա կապ հաստատել Արտուրի Չախոյան դուխը մարտական էր, չեմ նահանջելու կոռուպցիայի թալանի դեմ պայքարելուց, ինքը ասում էր, որ ստեղ միջանձնային հարաբերություններ չի, այսինքն կոռուպցիան թալանը իրենք որպեսզի շեղեն այդ ուղղությունը, իրենք շեղեցին ամբողջությամբ այս ուղղությամբ։ Տեսեք, երբ որ ես ամեն օր խոսում եմ տրանսպորտի թալանից, առարկայական, ասում այսքան թալան կա, ոչ մեկ չի խոսում եմ մանկապարտեզների խնդրից, 3 ամիս առաջ խոսեցի մանկապարտեզների սնունդներից, հիմա մտնում եմ մանկապարտեզներ, տնօրեններն ասում են շնորհակալություն, որակը մի փոքր ավելի լավացել է մանկապարտեզների։ Նույն 101-րդ մանկապարտեզը մտնում ես, հատակ առաստաղը ճաքած, ճաքերը թափվում է, սիլիկոնով խեղճ տնօրինությունը նորից եմ կրկնում։ Շնորհակալություն 101-րդ մանկապարտեզի տնօրինությանը։ Սիլիկոնով փակում են, որ այդ ծակերը թաղապետը մի ասում է մեզ տեղյակ են, բայց նույնիսկ իր քթի տակ գործող մանկապարտեզի հիմա մի հատ խոսենք Արտուր Չախոյանի Տիգրան Ավինյանն ասում է շահագործման չի հանձնվել դա։ Նա ինչ կարգավիճակ ունի այստեղ, փոփոխություն հրավիրել է առողջական ոնց որ վնասվածքների մասին։ Հիմա նրան բավականին կոշտ ձևով տեսան կադրերում, ձեռքերը ոլորելով տարան, ի տարբերություն այն մարդկանց, որոնք ծեծում են կոնկրետ Արտուր Չախոյանին։ Հիմա նախ սա ոնց է գնահատում, եկել կարող է օրինակ Արտուր Չախոյանի մեղադրանք առաջադրվի ասենք մարտի 1-ի պետական դավաճանության այլ հոդվածներով։ Ես կարծում եմ, որ այս իշխանությունից ամեն ինչ հնարավոր է, ես օրինակ մտածում եմ, որ վաղն կարող է ինձ բերեն մեղադրանք առաջադրեն, Արցախը հանձնելու կամ իրանք սիրում են տենց պոպուլիստ ձևով Հանրապետություն կուսակցությունը խոսել հոկտեմբերի 27-ից, երբ որ 27-ի դատախազված Ջահանգիրյան Գագիկներ Սաղոնը իրանց կողքը կանգնած է կամ Խոչարյան Անդոն, որ իրանց կողքը կանգնած է կամ այսօրվա իշխանությունը որ կարող են բացել։ Այսօրվա իշխանությունը ցանկացած մեղադրանք կարող է ներկայացնել։ Չախոյան Արտուրի դուխը մարտական էր, առողջական վիճակի հետ կապված որոշակի խնդիր կար, որի ապացույցը հենց շտապօգնությունն էր, հասկանում եք, շտապօգնությունը եկել է այստեղ Արտուր Չախոյանի հետ, փաստաբանները արդեն 2 փաստաբան Չախոյան Արտուրի հետ են, ճիշտ ասած անունները մի չեմ հիշում, որ ասեմ, 2 Ինչպես կարգավիճակ ունի Արտուրը, ես չունեմ այդ ինֆորմացիան։ Ես այդ ինֆորմացիան չունեմ կոնկրետ ինչ կարգավիճակում է, փաստաբանները կարծում եմ ճիշտ են իրենք եք խոսեն, ասեն ինչ կարգավիճակ ունի Չախոյան Արտուրը։ Միակ բառը որ կար, որ Չախոյան Արտուրի հետ վերջի զրույցում ես խոսել եմ, ասում էր ես անկոտրում եմ մնալու կոռուպցիայի թալանի պայքարում եւ այս ամբողջը շեղում են, որպեսզի այդ կոռուպցիայից ու թալանից մենք շեղվենք։ Ինչի համար նորից եմ կրկնում, էլի, որովհետեւ այդ մանկապարտեզը արդեն պիտի գործեր, այդ ակտերի, ես ակտերից չեմ խոսում, ես խոսում եմ մանկապարտեզի վիճակից, ես խոսում եմ այդ ընկերության նախքին այդ կատարած 4 խայտարակ շինարարություններից, խոսում եմ ապագայում 2.5 միլիոն դոլարի չափ փող տալուց, այս մարդիկ ասեն ակտ։ Amma բնականաբար շեղեն էս մարդիկ, որպեսզի այդ թալանը կոռուպցիան կոչեն։ Ինչու հարված է, այսքան էմոցիաները ինչ էր կարում։ Ես տեսեք, ես մի քանի որ վստահ է, որ չի պատժել, որտեղ եթե դուք նկատեցիք, նա 2.5 ժամ շարունակ վարում էր նիստը, իհարկե ժամանակ առ ժամանակ զանգ էր ստանում անհանգստություններ, ոստիկանությունը գնում գալիս էր, բայց նա շարունակեց իր աշխատանքը անվրդով, այսինքն երաշխիք ունի, որ չի ձեռքբերել։ Ես պատասխանեմ, քանի որ ես տիրապետում եմ ինչ հանրային Արտուր Դուխը միջևերջ տեղն է Արտուրի։ Ուրեմն շարունակեմ ես, տեսեք ինչա։
այն հանրային լսումը, որը որ իրենք կազմակերպել էին, Չախոյան Արթուրեն ստան բակի հանրային լսումներ, իրենք շատ լավ գիտեն, որ Չախոյան Արթուրը հարևանների հետ գալու է մասնակցի, շատ լավ տիրապետում էին եւ իմ գնահատմամբ սա կազմակերպված խմբակային բորենիների հարձակում էր։ Ինչի համար, որովհետեւ Արթուրը այս խնդրի շուրջ միշտ եղել է հետեւողական։ Այսինքն իրենց բակում, ինքը իր սկզբունքայնության արդյունքում մարդ պետք է գիտակցի, որ դու սկզբունքային ես, կարած դու բորենիների կողմից հարձակման ենթարկվես, հասկանում եք։ Մենակ էր եկել։ Ինքը ամբողջությամբ մենակ եկել էր, ներկայացել էր եւ այնտեղ սադրանքը որն է գալիս, ասում են դու լավ տղա չես, դու ես չես, այն չես, հետեւից արա երկար սրից, հետեւից բրթում խփում են մեջքին, հետեւից ու դա գնահատում են, որ սադրանք տարեց Արթուրը, բա լավ թաղապետ իր կաբինետից այտենց բայրակ ձևով ինչի համար եկավ սաղին հերու գնացեք, որ ես հարված եմ։ Եվ սա վարկը այդ դրանք են ուզում Եվրոպա գնա։ Եվրոպական արժի համակարգ, Կազմակերպված էր հատուկ։ իմ գնահատմամբ այո, սա կազմակերպված է։ Խաղապետը սպասում էր այսինքն որ Այո, շատ լավ թաղապետը։ Շատ լավ իրանք իմացել են եւ նայեք եկեք անդրադառնանք նաեւ Տիգրան Ավինյանին տեսեք այո գնացի տեղում չէր ասացի որ ես ուզում եմ գալ եւ պատասխան պահանջել ձեր նշանակած վարչական շրջանի ղեկավարից ու իդեպ սաղ մասիվ թաղամասը բողոքում է իրանից իր կերպարից եւ Տիգրան Ավինյանը մոտա իբր թե աշխատում եկել են 70,000 շտրաֆ են մոծել Այս Տիգրան Ավինյանը աշխատողներն են իբր թե եկել են 70,000 ես շտրաֆ եմ մոծել Ինչի համար որ քարերը մեկ օրով շարունակեմ ես ժողովուրդ քանի որ Տիգրան Ավինյանի կողմից ԿՊ-ի կողմից գնահատական չեղավ եւ լինելով իշխող կուսակցություն պարտավոր էին գնահատական հնչեցնել իրենք պարտավոր էին երկրում նմանատիպ արատավոր երևույթները դատապարտել հակառակը իրանց ցիվիկ ու չիվիկի ուղարկում էին որպեսզի ավելի շատ սադրեն ու նորից եմ կրկնում իրանք շատ լավ իմացել են մանդատը վայր դրեց Իսկ այս մարդու համար իրենք երաշխավորագիր ներկայացին, որովհետև կուսակցությունը այդ սպառնալիքների մասին հետոյի հնչեցած կոչը դրեց իր կուսակցության պաշտոնական էջին եւ Ավինյան ասաց դե նյարդայնացել եք պիտի ստանայի։ Ուրեմն եթե մոտիկ անանք երեք լրագրողը լավ հարց կարծում եմ տվեց, ասաց եթե նյարդայնում մարդուն վիրավորում են, ձեր հայրն էլ մարդկանց պիտակավորեց, էլի, այդ ամբողջի պատասխանը ոնց եք նայում, հետեւաբար դա տեղին չէր իր կողմից, Վիլենը Գաբրելյան ի տարբերություն մնացած ԿՊ-ականների երևի թե բարոյական արժի համակարգ մի փոքր մնացել էր եւ ի տարբերություն մնացած ԿՊ-ականների մշակութային գործիչ էր ինքես բարագամ եթե համատական ես դնում մնացած ԿՊ-ականների ջութակար էր օրինակի համար չէ ինչի համար եմ ասում այսինքն այդ մարդը ասեց այդ վիդեոն